հնուց ի վեր մեր եկեղեցու կաթողիկոսները, մեր իշխանները, մարզպետները, մեր թագավորները, եթե ունեցել են հաղթանակներ, դա եղել է ամբողջ ազգի, պետության, երկրի, եկեղեցունը, եթե եղել են պարտություններ, այդ պարտությունը կիսել են բոլորը, բայց 20 թվականի պարտության ժամանակ ցավում եմ, որ Մայրաթոռը մեր պետությանը մենակ թողեց, միայնակ, և դրան էլ գումարած նույնիսկ հորդոր գնաց գործող իշխանության հրաժարականի։ Եվ 21 թվականին, երբ որ արդեն եկավ արտահերթ ընտրությունների ժամանակը, ցավոք այստեղ էր Մայրաթոռը դիրքորոշվեց մի թեկնածուի շուրջ, որը եկեղեցաբանորեն եւ եկեղեցու սոցիալական դոկտրինային շատ հակառակ է, որովհետև բոլորը եկեղեցու զավակներն են։ Դիմություն, ընդդիմություն դա քաղաքական հասկացություն է, եկեղեցու համար դա բոլորը իր զավակներն են։